ամենտեղ կարա սովորես, միտեղ ոնց է պետք անել, միտեղ ոնց պետք չի անել։ Բաներ են խոսում, որ ընդհանրապես ոչ մի բանի մասին գաղափար չունեմ։ Ասում եմ, «Էս ուր եմ ընկել ես ընդհանրապես»։ Ինձ ասում են գնա ծրագրավորող դառնի, եկար դարձար բժիշկ։ 13 թվականի ամենասկզբին պատահական հանդիպեցի մի մարդու, որ շատ փոխեց իմ մասնագիտական կյանքս։ Այդ Ռաֆիկ Հասաբյանն էր, ես որոշեցի, որ ես cancel եմ անում իմ մեկնելը ու փոխվեց իմ կյանքը, ես ասեն շատ կենտրոնացա իմ գործի վրա Հայաստանում եւ շատ փոխվեց իմ կյանքը։ Ի սկզբանե գումար վաստակելու մասին մտածելով աշխատելը լավ տեղ չի տանում, կյանքում միշտ լինելու են պահեր, միշտ լինեն հնարավորություններ, ուղղակի պետք է որ դրանք լինեն, դու պատրաստ լինես դրանք օգտագործելու եւ արժանի լինես։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք Wigmore Clinic-ի անոթային վիրաբուժության ծառայության պատասխանատու, Ասլիկ բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժնի վարիչ, բժիշկ Էդուարդ Աղյանին։ Բարև ձեզ բժիշկ Աղյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մեզ մոտ եք եկել։ Ձեր մասնագիտական ուղին եւ ձեր փորձը, որ դուք ունեք, շատ ուսուցանող է մեր բժիշկ ուսանողների համար եւ դրա համար կուզենք իմանալ, թե ոնց սկսեցիք ձեր ճանապարհը, ինչպես որոշեցիք դառնալ բժիշկ եւ այդ ճանապարհի դժվարությունները ոնց կարողացաք հաղթահարել։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, մեծ պատիվ է։ Ես փորձ դերթել ձեր նախկին պատմությունը, շատ հարգարժան բժիշկներ տեսա որպես ձեր հյուրեր։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ոնց դարձա բժիշկ, ես կարծում եմ երբեք ինչքանից հիշում եմ, այլընտրանք իմ մոտ չի եղել, միշտ մանկական տարիքից կարծես թե ինձ համար որոշել էի, որ պետք է դառնամ բժիշկ։ Փորձում եմ հիշել որտեղից է եկել, ճիշտ ասած չեմ կարող հստակ պատճառները հասկանալ, բայց մայրս մանկաբույժ էր, հնարավոր է պրոյեկցվել է մի քիչ, բայց ես միշտ սիրել եմ բժշկությունը, հիշում եմ մանկուց էլի տենց երբ որ հնարավորություն կար ինչ որ առնչվել բժշկության մեջ հետ առիթը երբեք բաց չէի թողում։ Տեսեք, բժշկական համալսարանում սովորելը բավականին տենց հեշտ գործերից չի ու ճանապարհը անցնելը այդքան էլ հեշտ չի եւ հետաքրքիր է դուք ոնց եք կարողացել այդ ուսումնական process-ի միջով անցնել, դժվարությունները հաղթահարել եւ ոնց ձեր համար տենց մշակած ինչ որ սխեմաներ կար ավելի հեշտ սովորելու կամ ինչ որ մեթոդներ ընկերների հետ սովորել, բան դուք ոնց եք կարողացել այդ ճանապարհը անցնել։ Նախ շատ տարբերվում է բժշկական համալսարանում սովորելը հիմա եւ այն ժամանակ որ ես եմ սովորել, առաջի տպավորությունը, երբ որ մենք պատրաստվում ենք ընդունվել բժշկական համալսարան, մենք ասում էին ամենադժվարը ընդունվելն է։ Հենց ընդունվեցիր, հետո շատ հեշտ է լինելու եւ այլն։ Եվ մենք այդ շատ ամրացել էր մեր մեջ այդ գաղափարը, եւ ընդունվեցինք, փառք Աստծո, ամեն շատ լավ է, շատ երջանիկ ենք, ուրախ ենք, բայց առաջի շաբաթը մեզ հիասթափեցրեց, որտեղ հսկայական ծավալ, նոր առարկաներ, ամբողջությամբ նոր տերմինաբանություն եւ այլն եւ հավանաբար մեր սպասումները այլ են եւ իսկապես մեծ բեռ եղավ մեր ուսերին եւ այն ժամանակ ինչ տարբեր էր, չկար հասանելի չէր ինտերնետը առաջի հերթին եւ մենք սովորում ենք գրադարաններում, միայն գրքերով, ինչ որ մի ինֆորմացիա որ ուզենայիր, պետք է շատ փորփորեիր, գնայիր գրադարաններ, փորձեիր խորհուրդ հարցներ, ծանոթներից հետ, ընկերներից հետ եւ այլն։ Դա դեռ շատ բարդ էր, իսկապես բարդ էր։ Հիմա շատ ավելի հեշտ է դարել, շատ ավելի հասանելի է դարել կրթություն ստանալը, կարծում եմ։ Ինչ էինք անում, այո, մենք հաճախ հավաքվում էինք միասին էինք սովորում, երևի դա ջարահատյալ կամ համ հաճելի էր, հավես էր, համ էլ իսկապես օգնում էր, որովհետև դժվար էր գտնել ինֆորմացիա կամ ամեն մեկը փնտրում էր մեկ ուղղությամբ, հետո հավաքում էինք, այո, քննարկում էինք, այդպես։
Հետաքրքիր է, որ ասում եք հենց եկանք առաջին շաբաթը բաներ, այտենց հիասթափեցնող էր։ Ես հիշում եմ իմ առաջին օրը բժշկական համալսարանում մի կերպ եկա գտա քիմիայի լսարանը, քիմիայի լեկցիա էր առաջի ժամին, ոնց որ սենց մտա ներս լիքը ամբողջ կուրսը ներսը նստած ու սենց բաներ են խոսում, որ ընդհանրապես ոչ մի բանի մասին գաղափար չունեմ։ Ասում եմ, «Էս ուր եմ ընկել ես ընդհանրապես»։ Ինձ ասում են գնա ծրագրավորող դառնի, եկար դարձար բժիշկ։ Այդ gap-ը շատ մեծ է։ Մենք ինչ այտենց միջանկյալ բան որ չունենք, այո, դպրոց եւ միանգամից մեծ տարածք շատ բաներ, ծանր էր իրականում սկզբից, ասում էի դե գնա, ինչի՞ տա պետք է գնա, հաստատ կդառնաս ուրիշ բան, բայց շատ արագ անցավ այդ ամեն ինչը։ Արագ անցավ, մի շաբաթից հետո մինչև տեղերը սովորել, բան հասկանալ, որ դե հիմա ընտրել ես պիտի սովորես, այդ է։ Հնարավոր նաև որ մենք ուղղակի շատ վաղ տարիքում ենք ընդունում բժշկական համալսարան, նաև դրա հետ կարա կապված լինի, դեռ շատ պատրաստ չենք այդ կրթությանը, հնարավոր է նաև այդ պատճառով։ Իսկ հետո որպես անոթային վիրաբույժ մասնագիտություններ մասնագիտացում ոնց ընտրեցիք։ Ուրեմն ես գրեթե միշտ իմ մասնագիտական կողմնորոշումը գնում էր սիրտ անոթային համակարգի շուրջ ու այդ մենակը տեղ էր կամ սրտային վիրաբույժ կամ անոթային վիրաբույժ կամ սրտաբան Եվ երբ որ ավարտեցի համալսարանը, այնպես ստացվեց, որ պետք է շարունակեի արդինատուրայում կրթությունս եւ այդ պահին ստացվեց գրանտ շահել եւ անվճար կրթություն ստանալ Մոսկվայում ու շարունակեցի Մոսկվայում կրթությունս ու այնտեղ արդեն առաջի տարին մենք անցնում էինք ոնց որ բազային կրթություն, տենց տարբեր տեղեր ռոտացիոն սկզբունքով տարբեր բաներ փորձեցի, սրտաբանություն փորձեցի, լավն էր, հետաքրքիր էր, բայց գրագրությունը շատ էր, ես ատում եմ այդ, գնացի վիրաբուժության մեջ, միշտ ուզում էի վերադառնալ Հայաստան, այստեղ ոնց գիտեք արդեն լավ սրտային վիրաբուժություն կար, ինձ թվաց, որ անոթային վիրաբուժության մեջ կարող եմ ավելին անել, Բայց երևի թե ավելի շատ այդ նկատառումներով գնացի դեպի անոթային վիրաբուժություն եւ հետո արդեն սկսեցի հասկանալ ամբողջ գեղեցկությունը իմ մասնագիտության շատ տարիների ընթացքում կամաց ոնց որ բացվեց բույրը իրոք բժշկությունը իրոք որ սկսում ես խորանալ այդ ժամանակ նոր հասկանում ես ինչքան սիրուն է, բայց մինչև խորանալը ասում ես խիեմ ես այսքան սովորում եմ, որտեվ ծանր է իրականում, բայց հենց սկսում ես հասկանալ, մի անգամից փոխում է, ոնց որ ինչքան խորապես ես հասկանում, այնքան այդ նյուանսները ես սկսում հասկանալ, այնքան տարբեր երանգներ ես սկսում տեսնել, այո, այնքան ինքը ավելի հաճելի է դառնում անշուշտ։ Այդ սրտաբանության մասը որ ասում եք, ես էլ եմ ճիշտ ասած ուզեցի սրտաբան դառնամ։ Բայց գիտեք ինձ օրինակ ինչը չծկեց, որ պացիենտը գալիս է քո մոտ, դու իրան օրինակ նշանակում ես ճնշման համար դեղեր, զարակերական ճնշման դեղեր, ու այդ մարդը պետք է հələ մի 40 տարի էլ հսկես, մինչև այդ մարդը մահան, այսինքն առանձնապես մոտը բան չի փոխվում, էլի գա, ասենք տարին 1-2 տարին 1 մի հատ նորից նայես վիճակը ոնցն է, բայց միշտ նույն բանն ես անում, էլի համարյա, ասենց շատ drive չկա, բայց օրինակ վիրաբուժության մեջ կա, անընդհատ ինչ որ մի հատ նոր դեպք, նոր բան, հետաքրքիր բաներ կարան լինեն, էլի։ Դե էդ էլի մոտեցման հարց է, կարող ես դու դա մտցնել քո մասնագիտության մեջ, այսինքն առաջին մակարդակը, երբ որ իմ պատկերացնում եմ, որ դու բոլորին նայում ես, այսինքն շատ պարզ ձևով, պարզեցված ձևով, Երբ որ ավելի ես խորանում, սկսում ես ավելի անհատական մոտենալ, հիմնվելով այդ բազային սկզբունքների վրա, ուղեցույցների վրա, բազային գիտելիքների վրա, քո փորձի վրա, բայց փորձել դա անհատականացնել, ամեն մի դեպքում տեսնել այն տարբերությունները, որտեղ միշտ կա տարբեր շտկման ձևեր։ Նույն զարկերակային ճնշումը դու կարաս տարբեր դեղեր կան դրա համար, բայց դրա ճիշտ կոմբինացիան ընտրել հիվանդի հետ ոնց շփվես, հասկանաս իրան, մի խոսքով շատ բաներ կան, անշուշտ վիրաբուժության մեջ դրանք շատ են, եւ ամեն անգամ ամենապարզ վիրատությունը կարող է դարձնել շատ հետաքրքիր հենց այդ մոտեցմամբ, այսինքն անհատականացնելով, գտնելով այն փոքր
նյուանսները, որ նույնիսկ պացիենտը չի կարա նկատի, բայց դու պետք է լավ զգաս, որ դու դա նկատել ես, դու դա արել ես այնպես ոնց որ կուզենայիր, որ դա ավելի լավ արդյունք ստանալու համար, այդ շատ կարևոր է։ Իսկ դուք Մոսկվայում Բակուլևի ինստիտուտն եք, չէ՞, ավարտել, այնտեղ կրթությունը հաստատ Հայաստանից մի քիչ տարբեր է, էլի, որ խնդրեմ կասեք առանձնահատկությունները այնտեղի ու հայաստանյան կրթության միջև, ու եթե ուզում ես դառնալ սրտային վիրաբույժ կամ անոթային վիրաբույժ, որտեղ ճիշտ կլինի շարունակել կրթությունը։ Իրականում ես այնպեսի որ շատ գոհ էի իմ այնտեղի կրթությունից, այո, անշուշտ ամենտեղ դու կարաս շատ բան սովորես, այդ ես ասում եմ որ միշտ ամենտեղ կարաս սովորես, միտեղ ոնց է պետք անել, միտեղ ոնց պետք չի անել, այդ իմաստով իհարկե մեծ փորձ էր, ամենա տպավորիչը, ամենա երևի լավ բաներից մեկը, որ կուզենայի որ շատ լիներ Հայաստանում, նաև այդ ավանդույթներն են, բժշկական ավանդույթները, այդ որ այնտեղ լավ հիմքերի վրա է դրած համատաբար։ Շկոլա կոչված է։ Հա, համատաբար այո, ավելի լավ բանի վրա է դրած եւ այդ քննարկումները, այդ միջանձնային, միջկոլեգիալ հարաբերությունները եւ այլն շատ կարեւոր բաներ են։ Թվում է թե շատ ուզում եմ մենք շատ կարեւորություն չենք տալիս դրանց, բայց դրանք շատ կարեւոր բաներ են։ Եվ իրականում իմ հիմնական մասնագիտական կայացումը կատարվել է դրանից հետո, երբ որ ես վերադարձա, ինչ-ինչ պատճառներով, ընտանեկան պատճառներով, անձնական մայրս էր հիվանդ եւ այլն, ես ստիպված էի վերադառնալ եւ այնց արդեն իմ ասպիրանտուրայի վերջին տարին մի քիչ երկու տեղ էի կիսվում էի, երբ որ արդեն վերադարձա, փորձեցի ստեղ կիրառել գիտելիքները, փորձը եւ ինձ ռեալիզացնել Հայաստանում, շատ դժվար էր, շատ մեծ դժվարությունների հանդիպեցի, այդ նորմալ էր, որովհետեւ ես ստացել էի մեկ այլ տեղ կրթություն, չի անցել այն ճանապարհը, որը որ ընդունված էր եւ այն ժամանակ մի քիչ ավելի կենտրոնացված էր, կարծում եմ, համակարգը բոլոր մասնագիտությունների մեջ կարծում եմ, ու բնականաբար շատ դժվար էր մտնել այդ համակարգի մեջ, տենց փորձեցի տարբեր տեղեր առանձին ինչ-որ փոքր ծառայության նման ինչ-որ բաներ ստեղծել ու անընդհատ փորձում էի աշխատել ինձ վրա, դժվար էր, որ դու չունես տեղ, որտեղ դրանք ռեալիզացնես այդ ամեն ինչը, շատ դժվար է, ստիպված էի անել միայն փոքր кейսեր եւ այլն, բայց շատ կարևոր է, որ միշտ շարունակես, միշտ պահես քո տեսադաշտում, քո նպատակդ եւ չդադարես աշխատել այդ ուղղությամբ, ասես այսօր հնարավորություն չունեմ, ինչի՞ սա պետք։ Ես շատ հաճախ այդ օրինակն եմ կարծեմ Ստիվ Ջոբսն էր, երբ որ սկսում էր այդ շրիֆտերը ստեղծել, ինքը հիշում է, որ ինչ որ գեղագրություն է կոչվում։ Հա, քոլեջում անցել է Ստիվ Ջոբսը, կամ ինչ որ կուրսեր վերցրել, բան, որ հետո իրան պետք է լինել, այսինքն թվում է թե ժամանակ ես ընդհանրապես պետք չի այդ ամեն ինչը, բայց երբեք չես իմանում այդ գիտելիքը, այդ փորձը քեզ որտեղ եւ ինչ ձևով քեզ պետք կլինի։ Եվ արդեն շատ մոտ է հիասթափության, արդեն փորձում էի գերմաներեն պարապել, բայց միշտ հերո եմ պայել այդ միտքը Հայաստանը լքելու, բայց արդեն որ ճարատյալ այդ 12 թիվներ կարծում եմ արդեն սկսել էի գերմաներեն պարապել եւ այլն եւ լուրջ մտադրություն ունեի որ շարունակեմ մասնագիտական գործունեությունս արտերկրում ու 13 թվականի ամենասկզբին պատահական հանդիպեցի մի մարդու, որ շատ փոխեց իմ մասնագիտական կյանքս։ Այդ Ռաֆիկ Հասաբյանն էր, որ Ավստրալիայի անոթային վիրաբույժ է, Ավստրալիայից, ավստրալիահայ, եւ ինքը կարծեմ 11 թվականից գալիս էր Հայաստան, ես չգիտեի դրա մասին, ու 12-ի վերջ 13 թվականի սկզբին ես ծանոթացի իր հետ, հիշում եմ, որ այդ ամանորյա արձակուրդներն էր եւ ինքը անցկացնում էր ստեղ այդ արձակուրդները եւ աշխատում էր Հայաստանում
աշխատում էր սրտային վիրաբույժների հետ, անոթային վիրաբույժություններ օգնող, այնց փորձում էին ծառայություններ ստեղծել, բարդ դեպքեր իրականացնել եւ այլն։ Ու ընթացանք մեծ սիրով թույլատրեց իր կլինիկներին, այսինքն պացիենտների ընդունելությանը մասնակցել եւ այլն, սկսեցինք միասին պացիենտներ նայել, ընթացքում խոսում էինք, զրուցում էինք, շփվում էինք մասնագիտական տարբեր հարցեր եւ այլն։ Այնց ես ոչ մի բան չէի ակնկալում, ուղղակի նոր շունչ էր, եւ անցավ ինչ որ մի ժամանակ, այդ հիշում եմ հիմա եմ դա դարձան եւ իր ասելուց եւ ամբողջ արձակուրդները ինքը աշխատում էր եւ ես էլ միասին գալիս էի եւ ինքը մի քիչ զարմացել էր որ ես արձակուրդը օգտագործում եմ դա գալու եւ երբ որ հարցնում էր մասնագիտական տարբեր հարցեր, տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու process-ներ, մասներ հարցնում եւ այլն եւ ինչ որ մի ժամանակ հետո կասեմ մի 10 օր հետո ասեց որ ես պայմանավորվել եմ ղեկավարության հետ եւ թույլատրեմ որ ինձ օգնես վիրատության ժամանակ ես ոնց որ դիտորդ էի մենակ եթե համաձայն ես իհարկե մեծ սիրով տենց լվացվեցի մի քանի кейսի բար ու տենց սկսեցինք եւ դրանից հետո մի քանի օր հետո էլ ասեց արդեն որ պետք է մեկներ ասեց որ ես էլի վերադառնալու եմ եւ եթե կուզես կարող ենք սկսել աշխատել հա այդ շատ կարևոր պահ էր իմ մասնագիտական կյանքում եւ այդտեղից ամեն ինչ փոխվեց ես վերջապես այդ ժամանակ ես որոշեցի որ ես cancel եմ անում մեկնելը ու փոխվեց իմ կյանքը ես ասեն շատ կենտրոնացա իմ գործի վրա Հայաստանում եւ շատ փոխվեց իմ կյանքը այդպես ու սկսեցի եւ իմ կրթությունը սկսեց գնալ ոնց արևմտյան դպրոցի ձևով մենք ամեն շաբաթ քննարկումներ էինք ունենում ես ուղարկում էի իմ հետաքրքիր դեպքերը, ինքը ուղարկում էր իր հետաքրքիր դեպքերը կամ իր գործընկերների եւ ասում էր ինձ գրի քո որոշում կայացնել օրինակի համար decision making process-ը շատ կարեւոր բան է բժշկության մեջ եւ այդպես արդյոք ամեն շաբաթ քննարկում էինք սիթիներ էինք ուղարկում իրար եւ այլն ու ինքը եւ կարծեմ 3-4 ամիսը մեկ վերադառնում էր եւ մենք միասին շատ ինտենսիվ աշխատում էինք այդ հոյակապ տրեյնինգ էր եւ ճիշտ տրեյնինգ էր այսինքն pull ar pull կամ քայլ ar քայլ աճեր այդ շատ բախտավոր եմ որ ինձ հնարավորություն է ընտրվել տենց կրթություն ստանալու հա այսինքն թեորետիկ մի կողմից պրակտիկն էլ ոչ թե ոնց որ շատ մեկ լինում է իմիջիալոց շատ վատ տենդենսը որ ասենք կարող են ավարտել եւ դեռ պատրաստ չլինել кейսեր վերստելու մեծ բայց ստիպված են տենց անել որոշ գործընկերներ հայ շատ արատավոր բան է ուղղակի լավ ուրիշ չի հա դրա մասին պետք է լրջորեն մտածենք եւ այդ մենք պատմեն ծրագիր ունեինք եւ այդ ծրագրով քայլ առ քայլ գնում էինք առաջ օգնում է իրեն кейսեր անելու ժամանակ հետո անում է որոշ փուլեր այդ միջամտության հետո ամբողջական միջամտությունը իր հսկողության տակ հետո իր թույլտվությամբ արդեն առանձին кейսը բայց ինքը գտնում էր շրջակայքում եւ հետո արդեն իր բացակայությամբ այդ կայացման շատ սիրուն մոդել է որ ասում եք հիմա նոր օրենք մշակել առողջապահության նախարարությունը եւ ընդունել են որ այդ մոդելը ցանկանում են կիրառել հայաստանյան պայմաններում եւ այնպես անել որ քայլ առ քայլ ամեն տարվա վերջում օրինակ արդյունատրա առաջին կուրսի օրդինատրա ինքը տարվա վերջում ունենա ինչ-որ ցանկ որ ինքը կարողանա ինքնուրույն տիրապետել եւ ես դրա համար մի կողմից ուրախ եմ, մյուս կողմից ոնց որ մտահոգություններ կա, որ արդյոք մեր համակարգը պատրաստ է դրան, որ
այդքան կադրեր արդյոք ունենք, ովքեր որ նախ կսովորացնեն համբերություն կունենան քայլ առ քայլ սովորացնել եւ արդյոք մեր ուսանողները դրան պատրաստ կլինեն, ինչ որ sense լավ բան են մտածել, բայց ես չգիտեմ ինչքանով կիրառական կլինի։ Մենք էլ ոնց որ նոր ենք ավարտում, ոնց որ չգիտես գնաս, չգնաս, ինչ է։ Դե շատ բարդ է, իրականում բարդ է, դա սիստեմային փոփոխություն է, այսինքն մենակ դրանով չես կարող շտկել հարցը, հա։ Okay, մենք կարող ենք ասել, որ դուք պետք է ունենաք logbook, հա, եւ այդ logbook-ում գրել ձեր բոլոր кейսերը, այդ кейսին դուք ինչ եք արել, հա, եւ այլն։ Անշուշտ, okay, այդ անդրադարձ կատարել այդ logbook-ին, ինչ որ իր ժամանակը մեկ։ Շատ լավ բան է, անշուշտ կարևոր բան է, շատ լավ բան է, բայց պետք է համակարգը նպաստի դրան, հա, այսինքն պետք է լինեն հաշվարկներ, հա, պետք է լինեն հատուկ, ասենք teaching center-ներ, կրթական կենտրոններ, որոնք որ իրավունք ունենան կրթելու, այնքան ծավալ ունենան ու այնքան բազմազանություն ունենան, որ կարողանան դա իրականացնել, հա, դա կարող լինի, չգիտեմ, մեկ կենտրոն, բազմաթիվ կենտրոններ կամ shift-ի ձևով լինի, այսինքն ինչ որ մի կենտրոն, ինչ որ մի բանի վրա է շատ կենտրոնացած, այսինքն այնտեղ անցնեն այդ բաները, հա, աշխատանք է պահանջում։ Այդ չպետք է լինի, չպետք է թողնված լինի անհատների ցանկության վրա էլի հարցերը, հա, այդ լավ մոտեցում չի, հա, միշտ այդ հարցը կա, չէ, եթե լավ չի գնում կրթության process, ով է մեղավոր կամ կրթողը թե կրթվողն է մեղավոր, հա, թե երկուսն են մեղավոր, հա, անշուշտ երկուսի բանը կա, խնդիրը կա, բայց կարծում եմ, որ այդ պետք է չհարցնել, թե մարդ դիմել է, ուզում է որ ինքը ստանա կրթություն, հա, կամ իրան պետք է չթողել որ ինքը մտնի համակարգի մեջ, կամ եթե ինքը արդեն թողել է որ մտել է, պետք է սովորացնես իրեն։ Հա։ Եւ այդ պարտականության նման բան պետք է լինի, հա, եւ պետք է չհարցնել, պետք է նաեւ պահանջել այդ մարդուն, որը որ այդտեղ է որպեսզի կրթի, որ ինքը անի իր պարտականությունները։ Հա, այսինքն մենք եւ նույն սկսած նաև դասախոսական կազմից եւ այլն, հա, այսինքն պետք է լավ մեծ ընտրություն, պետք է շատ արժևորվի այդ մարդկանց աշխատանքը, հա։ Պետք է լինեն ընտրված մարդիկ, որոնք ունեն այնքան ծավալ, այնքան փորձ, որ կարողանան դա փոխանցել։ Հա։ Չգիտեմ, երևի առնչվել եք, որ կարա լինի այդպես դեպքեր, երբ որ մարդ չի զբաղվում այն գործով, որի պարապաստողը ինքն է, էլի, հասկանում եք, այդ որոշ դեպքերում ինչ-որ մի ձև կարող ես հանդուրժել, բայց օրինակի համար արտինատուրայում, ռեզիդենտուրայում այդ մի քիչ անթույլատրելի է, էլի, որտեղ դա արդեն պրակտիկ մաս պահանջող, հա, եւ այլն, շատ լուրջ տեղ է, էլի։ Հա, հիմա այդպես ճիշտ ասած, մենք մտածում ենք, փորձում ենք հասկանանք ոնց կարելի է ճիշտ անել, որտեղ եթե process-ը ճիշտ չգնա, նշանակում է, որ ինչ որ մի սերունդ, եթե ճիշտ չներդրվի ամենասկզբից, process-ը փաստացի 10 տարիներ կերկարեն եւ նաեւ ամեն ինչ կփոխվի, բայց փաստացի կրթության որակը չի փոխվի, էլի։ Դրա համար ոնց որ sense ուսանողական այդ անհանգստությունը, այդ մտածմունքները եւ նաեւ ինչ որ չափով դժգոհություններ կան, եւ դրա համար ուզում ենք, որ ամեն ինչ ճիշտ դրվի, ձեր ասացի նման են, որ հասկանում ենք, որ եթե այդ ամեն ինչ լինի այնպես ոնց որ ընդունված է ամբողջ աշխարհում, հա, ճիշտ փուլ առ փուլ սովորացնեն եւ համապատասխան մասնագետներ լինեն, ովքեր որ ունեն փորձը եւ ամեն մի օրդինատոր իր սուպերվայզերը կունենա, ում կարողանա դիմել ոչ մենակ աշխատանքային, այլ նաեւ կարիերայի զարգացման հարցերով, այսինքն իրոք ուսուցչի նման ուսուցիչները իրոք կլինեն իրանց տեղում եւ ուսանողներն էլ իրենց հերթին, որ ովքեր որ արդեն ներսում են, իրանց տեղում կլինեն, կարծում եմ կստացվի, բայց մի տեսակ ես այդ առումով sense ոնց որ անհանգստություններ ունեմ, որտեվ խմորային վիճակ է եւ շատ բարդ կլինի այդ ամեն ինչին ճիշտ ինտեգրվել ու եթե ստացվի լավ կլինի, եթե չստացվի ինչ որ շատ բան կստացվի, խառը բաներ կստացվի։ Տեսեք, ստացվել է, չէ՞։ Դեռ կա որ ստացվել է։ Հա։ Հա, այսինքն հնարավոր է այտենց անել, ուղղակի պետք է հասկանալ ոնց է պետք ճիշտ դա անել, հա։ Ինչ անել եւ ոնց անել։ Այդ երկու կարևոր հարցերն է, որ պետք է միշտ մտքում լինի եւ դրանցով առաջ գնալ, էլի։
Գիտեք, ինչ է ուզում համել հարցնել, ձեզ մասնագիտությունը որպես անոթային վիրաբույժ մասնագիտությունը ինչքանով ինքը ունի առավելություններ եւ ինչքանով ունի թերություններ, թերություն չասենք, բացասական կողմեր ու դրական կողմեր, որ եթե ես օրինակ ավարտեմ ու որոշեմ անոթային վիրաբույժ դառնամ, կամ ձեզ մոտ ասեմ բժիշկ Աղյան, խնդրում եմ ինձ ասեք, ես ինչի պիտի դառնամ անոթային վիրաբույժ ու ինչու պետքա չդառնամ, ոնց կպատասխանեք այդ հարցին։ Նախ եւ առաջ պետք է սիրեք կամ գոնե չատեք։ Չէ, իսկ հետո եթե լուրջ շատ հետաքրքիր մասնագիտություն է, մի քանի կետ առանձնացնեմ, մեկ որ շատ բազմազան է։ Այսինքն ինքը ունի թերապևտիկ մաս, ունի վիրաբուժական մաս, ունի միջամտական մաս, ունի տարբեր բարդության кейսեր, այսինքն կարող է սկսել պարզերից կամ անց հմտություններ ավելացնել, ավելի բարդ դեպքերի անցնել եւ այլն։ Ունի ներանոթային մաս, էնդովասկուլյար մաս, ունի բաց վիրահատությունների մաս, եթե սիրում եք շատ շփվել պացիենտների հետ, ուրեմն պացիենտները բավականին երկար կարիք ունեն, շատ դեպքերում կարիք ունեն հետևողական follow-up-երի եւ այլն, այսինքն այդ իմաստով եթե նախասիրություն կա տենց, դա էլ կարելի է դիտարկել որպես որոշ դեպքերում առավելություն։ Շատ հետաքրքիր է աշխատում ես մարմնի տարբեր մասերի վրա, պարանոցի վրա, կրծքային աորտայի վրա, որովայնում, ոտքերի, ձեռքերի վրա, այսինքն այդ իմաստով չի ձանձրացնում, Թեկուզ ամենապարզ դեպքերը միշտ կան տարբերություններ, նույնիսկ վարիկոզը միշտ ինչ-որ ինդիվիդուալ է, որտեղ վենոզ անատոմիան շատ տարբեր է։ Մի խոսքով մեթոդները շատ են, պացիենտները շատ են։ Իսկ բացասական կողմերից, որ մտածում եք, որ չարժե էլի ամեն դեպքում։ Գործի մի մասը կապված է ճառագայթման հետ, էնդովասկուլյար մասը կապված է ճառագայթման հետ, եթե հուսափում եք կամ վախենում եք։ Եթե որոշ դեպքեր կան շատ երկար տևեն, դարձյալ եթե չեք սիրում երկար աշխատել պացիենտների հետ, մեր պացիենտների մի մասը կարիք ունեն, ոնց ասեցի, երկար follow-up-երի եւ այլն։ Մենք մեր հիվանդությունների մի մասի դեպքում մենք որպես այդպիսին հիվանդություններ չենք շտկում, այլ դրա դրսևորումն ենք շտկում, հիվանդությունը մնում է եւ կարա վերադառնա, բարբերաբար վերադառնում է։ Դες Նաև գիտեք ինչ է ուզում հարցնեի, թե արդյոք ֆինանսապես ձեռնտու մասնագիտություն, որտեղ ուսանողներին շատ հետաքրքիր է նաև այդ բանը։ Քիչ բան շատ բան հարցալի, որտեղ հիմա մենք մեզ ասում են, որ մենք պրագմատիկ բան ենք դարձել ավելի շատ ուսանողները, համեմատ նախկին սերունդների, բայց բոլորը մտածում են, թե արդյոք եթե գնան ոլորտի մեջ կարողանան գումար աշխատել նորմալ, եւ կարծում եմ, ինչ որ չափով նորմալ բան է, էլի դա։ Անշուշտ, կարծում եմ, որ երբ որ երեխաները սկսում են ընտրել իրենց մասնագիտությունը, դա շատ կարևոր է, ենթագիտակցաբար կարևոր հարց է, իրենք նույնիսկ կարող չգիտակցեն դա, բայց իրենք տեսնում են, ովքեր են լավ ապրում իրենց շրջապատում, ովքեր լավ հարգանք ունեն եւ այլն, եւ այդ էլ կարծում եմ նպաստող գործոններից մեկն է մասնագիտությունը ընտրելիս, բայց հորդոր եւ խորհուրդ, որ երբեք չմտածել գումար վաստակելու մասին, որ մտածել լավ աշխատելու մասին, շատ կարևոր է։ Ի սկզբանե գումար վաստակելու մասին մտածելով աշխատելը լավ տեղ չի տանում, վստահ եմ, եւ հակառակը, եթե աշխատում ես առանց դրա մասին մտահոգվելու, ուղղակի կենտրոնանում ես լավ աշխատանքի վրա, գումարը քեզ գտնելու է, այդ կասկած չկա։ Լավ, ուրեմն առաջի նկատառումս այդ հարցի շուրջ սա է, որ կարող եք փոխանցել երևի ձեր գործընկերներին եւ ինչ վերաբերվում է հենց բուն հարցին կապված, ես կարծում եմ, որ ցանկացած մասնագիտության մեջ, մանավանդ Հայաստանում, երբ որ շուկան շատ փոքր եւ մասնագիտական հագեցվածությունը շատ, երևի թե այդ կախված է թե ինչքանով ես դու հաջողված քո մասնագիտության մեջ, ինչքան դու շատ հաջող ես, այնքան ավելի բնականաբար կաճի քո եկամուտը,
Եթե համատենք օրինակի համար մի case-ի երևի հաշվարկով, այդ շատ դժվարանում պատասխանել, երևի թե կլինեն հաստատ մասնագետներ, որ նույն ժամով աշխատելուց 1 ժամի ժամանակ աշխատած գումարը ավելի շատ կլինի, քան անոթային վիրաբուժության մեջ, երևի պլաստիկ վիրաբուժությունը կամ, չգիտեմ, աչքի վիրաբուժությունը, բայց այդ ընդհանրապես հարցի փոքր մասն է, ես կառաջարկեի, որ դրա վրա չկենտրոնանան մասնագիտություն ընտրելիս, մասնագիտացում ընտրելիս, այլ կենտրոնանի մյուս հարցերի շուրջ, որ քննարկեցինք եւ ուղղակի ցանկությունների իրենց նախասիրության վրա Էդ էլ պետք է մենք անոթային վիրաբուժությունը մի քիչ անտեսված է բուհական կրթության մեջ, կարծում եմ։ Հա, համաձայն։ Մի շաբաթ ենք ընդհանրապես անցնում։ Հա, եւ շատ մատերի արանքով, ոնց որ ես հիշում եմ, օրինակ երբ որ ես սկսեցի հետաքրվել արդեն ռեզիդենտուրայում, ինձ համար ամեն ինչ նորություն էր, հա, լրիվ զրոյից ոնց որ, այսինքն այն քիչ ոլորտներից էր, որ մենք ոչ մի գաղափար չունեինք գրեթե։ Այդ մասնակից, չնայած որ ինքը շատ տարածված է, եւ հիմա էլ, այսինքն գործընկերների մոտ էլ այդ բացերը կան, հա, երբ որ կարող են այնպեսի հարցադրումներ տալ, որ մեկ-մեկ զարմացնում են, բայց իրանց մեղքը չի, այլ ուղղակի բաց թողում է բուհական կրթության։ Այդ իմաստով, երբ որ շատ քչերն են ծանոթ եւ քչերն են ուզում շարունակել իրենց կրթությունը որպես անոթային վիրաբույժներ, կարծում նաեւ այդ պատճառով եւ երևի ինչ որ համակարգեր ապրել, որ ավելի ինտեգրված լինեն, ավելի լավ կարողանան հասկանալ մասնագիտության բովանդակությունը, էլի։ Օրինակ ես անոթային վիրաբուժություն անցել եմ անցած կիսամյակում, ու ընդհանրապես մեկ շաբաթ էր, մի քանի օր գնացինք անոթային վիրաբուժության դասի, շատ քիչ բան եմ տեսել, անկեղծ ասեմ, որ մենակ մի երկու հատ վարիկոզ տեսա ու մի կին, ով որ մաշկի հետ կապված խնդիր ուներ, որ անոթային ինչ որ միկրոթրոմբների պատճառով էր եղել, տվյալ հատվածում ցիրկուլյացիան վատներ եղել ու պիսի խնդիր էր առաջացել ու հենց էլ ընդհանրապես չեմ առնչվել անոթային վիրաբուժության հետ ու կարծում շատ-շատերը, բայց սա արդյոք բերում է նրան, որ շուկայում անոթային վիրաբույժների պակաս ունենք, թե ամեն դեպքում ուսանողները գալիս են եւ տենց հագեցվածություն ունենք նորմալ անոթային վիրաբույժների։ Դե հայկական շուկան առհասարակ փոքր է, ոնց ասեցինք, եւ տենց պակաս, որ ասեմ, չունենք անոթային։ Հնարավոր է շրջաններում, բայց վերջի տարիներին բավականին լավ համալրվում է, ոնց որ թե, կարծես թե պակաս այս պահին չենք տեսնում, բայց շատ փոփոխական է, օրինակ մի քանի տարի առաջ ունեցանք շատ մեծ թվով ռեզիդենտներ, անցած տարի շատ քիչ թվով ռեզիդենտ։ Այդ չգիտեմ ինչ է դա պայմանավորված, բայց այդ տենդենսը կա։ Ինչ վերաբերվում է ձեր փորձառությանը, եթե կուզենաք, մեծ սիրով կարող համարեք օֆիցիալ հրավեր, դասավորեմ որպես դիտորդ գաք մեր բաժանմունքի ծառայություններին ծանոթանաք։ Պետական քննությունից հանձնեմ։ Ամառը մեզ համար շատ հարմար։ Գիտեք, նաև ուզում եի հարցնել, թե դուք ոնց եք կարողանում համատեղել անձնական կյանքն ու գործնականը, քանի որ բժշկի մասնագիտությունը պատասխանատու է շատ եւ շատ ժամանակատար, խանդոտ մասնագիտություն է, այսպես կարելի ասել, դուք ոնց եք համատեղում երկուսը իրար հետ։ Շատ դժվարությամբ, այդ ճիշտն ասեմ, շատ դժվարությամբ եմ կարողանում համատեղել եւ մի քիչ բախտավոր եմ, որ իմ ընտանիքը բռնով է մոտենում այս հարցին, հասկանալով թե ինչքան եմ կարևորում այդ իմ կյանքում, ես ինձ միշտ մեղավոր եմ զգում ընտանիքիս առջև, հենց ամենաշատը սրա պատճառով, որ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել իրենց, բայց փորձում եմ շտկել, հիմա ամեն անգամ պլանավորում եմ, որ չէ, պետք է ինչ-որ բան շտկենք եւ այլն, եւ մի քիչ դժվար է ստացվում, բայց կարծում եմ, որ կամաց կստացվի բալանսի բերել, հիմա բալանսի մեջ չի,
հուսամ որ ժամանակավոր է։ Ավելի շատ հիմա գործնականն է, քան անձնականը, հա։ Տենց ստացվել է, այո, որտեվ մի քիչ պատասխանատու գործ ենք ստանձնել ու դրա համար մի քիչ դժվարություններ ունեմ այդ բալանսի հետ, բայց կարծում եմ հիմա որ աճում են իմ գործընկերները, հմտանում են, այդ ինձ մոտ ժամանակ կազատի, որ կարողանամ նաև իմ այլ բաներով զբաղվել գործերով։ Իսկ դուք ձեր համար վերականգնման ինչ մեթոդներ եք մշակել գործից հետո, որ կարողանաք էներգիա ունենաք, նորից շարունակեք հաջորդ օրը կամ հաջորդ շաբաթ։ Դե մեկ այդ անընդհատ է ստացվում, այսինքն ուշ ավարտում ես, շուտ գնում ես, բայց ես լավ վերականգնում եմ շփումների ժամանակ, այսինքն շփվում եմ ընկերների հետ հնարավորինս եւ այդ ինձ շատ լիցքավորում է։ Հետաքրիր մարդկանց հետ, հետաքրիր զրույցներ։ Դուք օրինակ առաջին մարդն եք, որ ասում եք, բանա, շփում ընկերների եւ շրջապատի հետ, միայն շփում էլ, որովհետեւ շատերը ասում են, չգիտեմ, առանձնանում եմ, օրինակ բժիշկ ենք ունեցել, ասում են առանձնանում եմ, մարդիկ ասում են, պետքա քաղաքից դուրս ինչ-որ մեծ բնության գրկում լինեմ, որ նոր կարողանամ հանգստանալ։ Հետաքրքիր է ձեր մոտեցումը։ Եվ երևի վերջին հարցը տամ ու կարողանանք արդեն փակենք բանը զրույցը։ Եթե հետ գնայիք հետ 6-րդ կուրս հանդիպեիք երիտասարդ Էդուարդ Աղյանին, ինչ խորհուրդ կտայիք նրան, ինչ անել, ինչ չանել, ինչը փոխել, ինչը թողել նույն եւ կամ ինչ 3 խորհուրդ որ կուզենայիք ինքը աներ, այդպես։ Այդ դժվար հարց է ու մի քիչ ինչ անել, բայց պատահի չի որ տենց չի արել, չէ՞։ Հա, պատահի չի որ։ Okay, արդեն կարծում եմ մասամբ ասեցի, այսինքն միշտ արժևում պահել նպատակը, ձևավորել լավ սկզբունքներ եւ սովորություններ, անընդհատ աշխատել այդ նպատակին հասնելու համար, անկախ նայած հենց հիմա դու այդ հնարավորությունն ես դա իրականացնելու թե չէ, որովհետեւ կյանքում միշտ լինելու են պահեր, միշտ լինեն հնարավորություններ, ուղղակի պետք է որ դրանք լինեն, դու պատրաստ լինես դրանք օգտագործելու եւ արժանի լինես դրանց։ Երևի այս խորհուրդ կտայի երիտասարդներին։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ ձեզ հաճելի զրույցի համար։ Ձեր իրոք անցած ճանապարհը շատ կարևոր էր ու հետաքրքիր մեզ համար։ Ահագին ինձ համար կոնկրետ լիքը փորձառություն ես ինքս իմ հավաքեցի զրույցի ժամանակ ու ամեն արդեն հնարավորություն ունեմ գալու անօթային վիրաբուժության հետ ծանոթանալու։ Ես եմ շատ շնորհակալ այդ անկաշկանդ զրույցի համար։ Շատ լավ, իսկ դուք շարունակեք հետևել մեր ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը ու ինչքան հնարավոր է շատ տարածեք մեզ, որպեսզի ավելի շատ լավ բժիշկներ հրավիրենք մեզ մոտ ու նրանց փորձը կիսենք մեր երիտասարդ սերնդի հետ։ Շնորհակալություն։